Գտնվելով քրեակատարողական հիմնարկում Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Հրավիրած մամուլի ասուլիսին Կարապետյանի պաշտպանական խմբի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանը այցելել է բժշկական հաստատություն, համալիր բուժստուգում անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է ունենալով 2 ամիս վաղեմություն։ Արդյոք այդ հարգարժան գործընկերները կցանկանային, որ իրենց որևէ մի մտերիմի, ծանոթի, ես չեմ էլ ասում թշնամու նկատմամբ վերաբերմունքը այսպիսին լիներ, որ 7 ամիս նվազագույն բժշկական ստուգում չիրականացնեն։ Հասկացանք Սամվել Կարապետյանի տեսակը այնպիսինն է, ինքը ոչ մի գանգատ չի տվել։ Հասկացանք։ Իդեպ չարությամբ էլ չի լցվել։ Հասկացանք։ Բայց դա կարա լինի պատրվակ, որ չթողես մարդը առաջին տարին գնա գերեզմաններ, չթույլ տաս դա։